Թիֆլիսում ծնված տաղանդավոր պատանի Վիկտորը քրոջ Գոհարի հետ մեկնում է Լենինգրադ, այժմյան Սանկտ Պետերբուրգ, որտեղ իր իրավաբանական կրթությունն էր ստացել նաև նրանց հայրը։ Մեկ տարի Գերցանի անվան մանկավարժական ինստիտուտում սովորելուց հետո տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան։ Ուսումնառության արդեն երկրորդ տարում Համբարձումյանը սկսում է նաև իր գիտական գործունեությունը։ Նույն համալսարանի ուսանող եւ իր մտերիմ ընկեր Նիկոլայ Կոզիրևի հետ համատեղ գերմանական աստղագիտական ամսագրում տպագրում է իր առաջին հոդվածը՝ Արեգակի ջահերի բարձրության մասին։ Երիտասարդ գիտնականն ուսումը շարունակում է Պուլկովոյի համալսարանում, այդ ժամանակի հայտնի աստղագետ Բելոպոլսկու ղեկավարությամբ, որին իր հետագա գրառումներում հիշում է ջերմությամբ ու ակնածանքով։ Աստղաֆիզիկան որպես առանձին գիտություն դեռ իր ձևավորման վաղ փուլում էր, իսկ Բելոպոլսկին երիտասարդ գիտնականներին գործելու ազատություն էր տալիս, եւ դա շատ էր ոգևորում Համբարձումյանին։ Նա անկեղծորեն խոստովանել է, որ չնայած այդ ընթացքում հրատարակված աշխատանքներում առկա թերացումներին ու բացթողումներին, հենց Պուլկովոյում արված հետազոտություններն էին գիտության մեջ իր առաջին լուրջ քայլերը։ Այս նույն ընթացքում Համբարձումյանը նաև դասախոսում էր մի քանի ուսումնական հաստատություններում, երբեմն նույնիսկ իրենից մեծ տարիքի ուսանողների ու գիտնականների համար։ Բայց սա միայն եկամուտի աղբյուր էր։ Երիտասարդը հասկացել էր, որ իր իրական առաքելությունը գիտական գործունեությունն է։ Թագավորական աստղագիտական ընկերությունն իր ամենամյա հանդեսում տպագրեց Համբարձումյանի հոդվածը գազային միգամածությունների մասին։ Այսքան երիտասարդ տարիքում քիչ աստղագետների էր բախտ վիճակվում տպագրվել նման հայտնի հանդեսում։ Համբարձումյանի այս հոդվածը շատ այլ տեսությունների նման հետագայում առավել լուրջ ուսումնասիրությունների ու հայտնագործությունների հիմք հանդիսացավ։ 25 տարեկանում Վիկտոր Համբարձումյանը, որն արդեն ուներ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորի աստիճան, նույն համալսարանում հիմնադրում է աստղաֆիզիկայի առաջին ամբիոնը եւ ինքն էլ գլխավորում է այն։ Ապա նշանակվում է նաև Պետերբուրգի աստղադիտարանի տնօրեն։ Պետերբուրգի համալսարանում Համբարձումյանը զբաղեցրել է նաև այլ պաշտոններ։ Նա նշանակվեց համալսարանի գիտական գծով պրոռեկտոր եւ այդ պաշտոնում էր Խորհրդային Միության համար ամենաճակատագրական հայրենական պատերազմի տարիներին։ Համալսարանը պետք է շարունակեր գործունեությունը, սակայն մասնակի փոփոխություններով։ Մասնագետների մի խումբ, որոնց ընտրել էր Համբարձումյանը, հենց նրա ղեկավարությամբ տեղափոխվեց Թաթարստան, Ելաբուգա քաղաք, գիտառազմական հետազոտություններ կատարելու նպատակով։ Թվում է, այս ոլորտը փոքր առնչություն ուներ աստղաֆիզիկայի